Քրիստոս այսօր հարություն առել քեզ համար։ Այսօր որ դու ունենաս կյանք։ Քրիստոս հարություն առել, որ դու չկորչես, որ դու ունենաս կյանք։ Քրիստոս այսօր հարություն առել, որ ազատի քեզ, բժշկի քեզ, մխիթարի քեզ, ու տա քեզ փրկություն։ Եկեք աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Ամենակարող Աստված, փառք քեզ։ Տեր, շնորհակալ եմ քեզանից, այս հիասքանչ օրվա համար, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից, Հիսուս, քո թանկ զոհիդ համար, Տեր իմ Աստված, որ դու քո կյանքը տվեցիր, Տեր, խաչի վրա, Տեր, խաչի մահով դու մահացար, Տեր, բայց դու հարություն առար, Տեր, փառք քեզ, գոհություն ու մեծարան քեզ, Տեր, մեծարվի քո սուրբ ու թանկ անունը, Տեր, որովհետև դու կենդանի ես, դու ճշմարիտ ես, դու արդար ես, դու հավիտենական Աստված ես, փառք, պատիվ, մեծարան քո սուրբ անվանը, Տեր, եւ խնդրում ենք, Հայր, ինչպես որ դու հարություն առար, Տեր, այսօր էլ մեզ հարություն տուր, Տեր, մեր սխալներից, մեր մեղքերից, Տեր, են ամեն սխալների ու մեղքերի մեջ որ կանգնենք, Տեր, թող որ հարություն առնենք, Տեր, ու քեզ համար ապրենք, Տեր, որ այդ կյանքերում դու փառավորվես, որ քո սուրբ անունդ փառավորվի ու մեծարվի, Տեր, որովհետև դու ես, որ եղել ես, կաս ու լինելու ես, Տեր, որի համար տալիս ենք փառքերը, պատիվը, գովազանքն ու մեծարանքը քեզ, Տեր, դու արժան ես, Հիսուս, փառք քեզ, Տեր, սուրբ ես դու, Տեր, սուրբ ես Աստված, հալելույա, փառք քեզ, Տեր, ամեն, փառք Տիրոջը, եկեք միասին փառաբանենք Տիրոջը, որովհետև նա արժանի է։ Տեր Տերած, ամենակալ Տեր, հարուցյալ է Աստծո դառը Դավթի որդին մեր Մեսիան, Տեր Տերած, ամենակալ Տեր, եկեք երգենք ուրախանանք նրա առջև, Տեր Տերած, ամենակալ Տեր, հարուցյալ է Աստծո դառը Դավթի որդին մեր Մեսիան, Տեր Տերած, ամենակալ Տեր, եկեք երգենք ուրախանանք նրա առջև, Տեր Տերած, ամենակալ Տեր, հարուցյալ է Աստծո դառը Դավթի որդին մեր Մեսիան, Տեր Տերած, ամենակալ Տեր, եկեք երգենք ուրախանանք նրա առջև, Thank you.
Super
Սիրով ողջունում ենք Սերնոգրադի կյանքի խոսք եկեղեցու Հովիվ Երեմոհանյանին։ Քրիստոս հայրապիներելոց։ Ամեն։ Հարկասը ոչ մի հնարավորություն բաշխովեց սրազինս։ Աստված է շատ ոսին։ Հարգենքով եղբայրություն ձեզ շնորհավորեմ այսօր օգերտուրի կապակցությամբ։ Ես ես քանի օր ունտերում հարց եմ տալիս։ Ինչ կատարավ Խաչի օրը։ Շատ հետաքրքիր հարց, շատ հետաքրքիր մի բան ա տեղի ունեցել։ Իրականում շատ բան ա տեղի ունեցել Խաչի օրը։ Բայց ես այսօր երևի հենց այսօր կագրած դրա մասին մտածելուց մի բան եմ հասկացել կոնկրետ ինձ համար։ Ես ասում շատ գոհ շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ նոր ուխտյան ժամանակ։ Որովհետև եթե ես ծնված լինեմ 2000 տարի առաջ, ես Քրիստոսին չէի ճանաչում։ Ես ով գիրք կարդում ասում ինքը դու լավ շատ լավ գիտեք, որ կար ընտրված ազգ եւ մնացած ազգը Տիրոջ ճանաչելու համար ունեին իրենց խնդրեմ։ Բայց այդ ամենը փոխվավ, երբ որ Հիսուսը մի բան արեց Խաչի վրա։ Նա ծնվեց, եկավ այս աշխարհ, ապրավ մոտարապես 33 տարի, որից 3 տարի ծառայեց ու փոխեց ամեն ինչ այս աշխարհում։ Ու այսօր ես մի մեծ պատիվ ունեմ Քրիստոսին ճանաչելու նրան պաշտելու։ Պատկերացնում եք ինչ մեծ պատիվ է, որ մենք չլինելով այն ազգը, որը որ ընտրված էր, այսօր մենք կարողանում ենք Հիսուսին ճանաչել։ Ես իրականում փառք եմ տալի Աստծուն մեր ազգի համար, որ տարիներ առաջ ճիշտ ճանապարհի վրա կանգնելով, թողնելով չաստվածներին ընտրին Հիսուս Քրիստոսին որպես Աստված։ Ինչ հետաքրքիր բան ա տեղի ունեցել Խաչի վրա։ Համոզված եմ, ամեն մեկի թե եթե տանք միկրոֆոնը կամ մի երկու խոսք ոնց եմ ասել, ինչ ա Խաչի վրա տեղի ունեցել, դուք ամեն մեկը ձեր ունեցվածքը կարող եք ասել։ Բայց իրականում շատ մեծ բան ա տեղի ունեցել Խաչի վրա։ Որտեղ մենք գիտենք, որ մենք անհոս ամբողներ չենք։ Մենք գիտենք, որ մեր անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Եթե դու դրանով հասկացում ես, դու չգիտես, որ կոնկրետ քո անունը գրած է կյանքի գրքի մեջ, ու մտածում ես հնարավոր է գրած է, հնարավոր չէ, անպայման այդ հարցի շուրջ, գիտեք դա ինչի է նման, երբ որ դու մեքենայով գնում ես, քեզ մի կոնկրետ տեղ ապրեք, հետո նավիգատոր ասում ես թեքվի աջ, չես թեքվում, հետո որոշ ժամանակի ասում նորից աջ թեքվի, ու հետո կամաց բերում են քո այնտեղ, որտեղ որ ուզում եք գնալ։ Էդի դա այդքան եմ ես խնդիր չի, կարող մի քանի րոպե ժամանակ կորցնես։ Բայց երբ որ դու մտածում ես իմ անունը գրված է կյանքի գրքի մեջ, գրված չի, ու հետո ժամանակի ընթացքում ես կիմանամ կամ էլ չեմ իմանա։ Դա մի հարց է, որի շուրջ դու պետք է այնքան կանգնես, երբ որ դրա պատասխանը դու ստանաս Աստծուց։ Տեր, եթե դու դրա պատասխանը չտաս, ես չհամոզվեմ, չհասկանամ, այդ դրա պատասխանը չունենամ, ես առաջ չեմ գնալու։ Որտեղ դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Տեր, իմ կյանքը որ վերջանա, ես ուր եմ գնալու։ Միայն Հիսուսի հետ։ Միայն Հիսուսի հետ։ Ու ինչա դրա համար պետք ինձ անել, ամեն ինչ որ Հիսուսին գալիս կուզել։ Հիսուսը մեր համար այնպիսի հետաքրքիր բան արեց, որ հետո ասեց. «Վերցրու քո խաչը ու դիմ հետևից արի»։ Գիտեք, երբ որ դու Հիսուսին չես ճանաչում, դու ասում ես. «Տեր, դու շատ մեծ բան ես ինձանից ուզում»։ Դու ուզում ես, որ ես չապրեմ իմ համար, այլ ապրեմ միայն քեզ համար։ Պատկերացնում եք ինչքան մեծ խոսքեր ա ինքը ասում։ Վերցրու քո խաչը, քո անձը եւ ինձ հետևից։ Տեր, հասոր ես ինչ ապրեմ ինձ համար։ Բայց նա դրա իրավունքը ունի ուզելու մեզանից այդ ամենը։ Ամեն, որտեղ ինքը իր կյանքը տվել է ինձ ու քեզ համար։ Եվ ավելին ասեմ, երբ որ ես անում եմ այնպես, ինչպես ուզում է Հիսուսը, դրանում ես եմ ավելի շատ օգտվում։ Երբ որ Հիսուսը ասում է սիրեք, քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, դու ասում ես Տեր, որ ես քեզ սիրեմ ամբողջ սրտով, բայց իմ ընտանիքի ուզում։ Երբ որ դու սիրես Աստծուն ամբողջ քո սրտով, քո ընտանիքը դրանից ավելի շատ օգտված կլինի։ Ամեն։ Ահա թե ինչա կատարվել Խաչի վրա։ Ինչա քեզ համար կատարվել Խաչի վրա։
Գիտեք, Խաչելա իրականում շատ մարդիկ էին տանջում։ Շատերին էին սպանում։ Երբ որ հռոմեացիների մոտ բերում էին Հիսուսին, ես այս վերջերս պատիվ ունեցամ լինելու այդ վայրը, որտեղ որ խաչելությունն է եղել։ Շատ հետաքրքիր մի վայր է, մի տեղ է, որ նայում ես ու մտածում ես, Տեր Աստված դու ուժել ես, այստեղ ամեն ինչը կատարվել մոտ 2000 տարի առաջ։ Երբ որ հռոմեացիների մոտ բերում էին Հիսուսին, նրանք բոլորը չէին պաշտում Հիսուսին, այնպես ոնց որ մենք այսօր։ Նրանց համար մոտ մի մարդ էր, որը պիտի շուտ իրանց գործարանը էր։ Մի բան էր տեղի ունենում այս աշխարհի վրա, որ փոխելու էր աշխարհի պատմությունը։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտեր։ Մի քանի հոգի երաշտերները, որ ասում են, ինչ է կատարվում, ինքը արժան չի իմանում։ Բայց նրանց մարդիկ ոչ մի բան չէին հասկանում։ Բայց Հիսուսին պետք չէր, որ մարդիկ հասկանային, թե ինչ անում են։ Իրան պետք է պարզապես որ կամքը կատարի այս աշխարհում։ Այն ժամանակ, երբ որ Հիսուսը խաչի վրա էր, այնտեղ փրկված են եղել ես եւ դու։ Ամեն։ Կներեք միգուցե sense տխուր բան ասեցի ձեզ, բայց իրականում քրիստոնեությունը դա ուրախում է։ Ես ինձ մեկ անգամ մոտ մի 20 տարի առաջ, 10 տարի առաջ հրավիրել էի միտեղ մի հավաքույթի, ես չեմ կարող ասեմ դե պաշտամուն, մի հավաքույթ են հրավիրել, ես ինքնին չէի հասկանում ինչ է կատարվում, գնացինք այդտեղ ինտերվյուս հետ եւ մի մտանք զալ, այնտեղ լուսերան գիտած էր, մի այդպես մեծ զալ էր լիքը ժողովուրդ։ Երբ որ մենք մտանք այդ զալի մեջ, ես հասկացա, որ մի բան ստեղ ինչ, մի տխուրը բան է կատարվում, ինչ է կատարվում։ Ուրեմն նրանք հավաքվել էին ուրբաթօրը, խաչելության ուրբաթօրը, երբ որ Հիսուսը մահացավ։ Եվ նրանք հիշում էին Հիսուսի մահը։ Հիսուսը Տեր Աստված։ Բայց որ մի քիչ կարդում ես մի քանի գլուխ հետո դու հասկանում ես, որ նա չմնաց այնտեղ։ Նա հարություն կա։ Ուժել է։ Ես մարդու չգիտեմ, որ հետո ինքը հարություն արավ։ Դա իրավունք ունեն այն ժամանակվա աշակերտները, երբ որ Հիսուսը մահացավ, ու նրանց հույսը կտրվեց։ Բայց մենք դրա իրավունքը չունենք, ինչի, որովհետև Հիսուսը հետո հարություն արավ։ Ամեն։ Եվ հիմա մենք այս աշխարհի վրա քրիստոնյա պարտադիր լինի ամենաուրախ մարդը։ Հարգելի քո եղբայրներ, եթե մենք այս աշխարհին չկարողանանք բերել ուրախություն, ապա որտեղ ենք կարողանալ ուրախություն։ Ճշմարիտ ուրախությունը նրա սրտի մեջ է, ում սրտի մեջ բնակվում է Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Հարկ մեր Աստծուն, թող Աստված ձեզ շատ օրհնի։ Եվ ես նորից եմ ասում, Տեր Աստված, դու ինձ մի այնպիսի հետաքրքիր հայտնություն ես շատ եմ ուզում ստանալ, որպեսզի ոչ թե կիսվելու համար ժողովրդի հետ, այլ ես ինքս եմ ուզում մի բան հասկանալ, որ մինչև չեմ հասկացել։ Ինչ է կատարվի խաչի վրա։ Ինչ է նշանակում զատիկ այսօր ինձ համար։ Միգուցե որ հաստատ ես գիտեմ, մի բան կա, որ ես դրա մասին այդքան ախորություն չգիտեմ։ Թող Աստված ձեզ մի այնպիսի հայտնություն, որ իմ կյանքը կարող ամբողջովին փոխել։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ես ձեզ հրավիրում եմ մի բարի գործի։ Ներքան եք ապչում ամենից, ինչ որ ես ասում եմ նոր մի քիչ առաջ, բայց դիտի սրտի մեջ կա ցանկություն, մի բարի գործ անել, ոնց որ Տիրոջ խոսքն ասում, որ մենք միշտ պատրաստ ենք ամեն բարի գործի մեջ։ Այդ բարի գործը կոչվում է զոհաբերություն։ Եթե դու ուզում ես մի բարի գործ անես, ապա մասնակցի այս զոհաբերությանը։ Թող Տերը ձեզ շատ օգնի եւ այդ հայտնությունը, որ կարող է մեր սրտերի մեջ փոխել, թող միշտ բնակվի մեր սրտերի մեջ։ Տերը ձեզ շատ օգնի եւ գործնա։ Աշխարհի մոտ
Սիրիկարագործ կյանքի խոսք եկեղեցու Հովիվ Սարգիս Էջակյան։ Կանություն Փառք Հիսուսին Քրիստոս հայրան իմերելոց օրհնյալը հարությունը մեր Տիրոջ Սիրելիներս ուրախ ենք երջանիկ ենք այսօր միասին նշելու Տիրոջ հարության տոնը սա հույսի կյանքի տոնը ամեն ողջուններս եմ ուզում փոխանցել մեր եկեղեցուց կյանքի խոսք Սիրիկարագործ կյանքի խոսք եկեղեցուց բոլոր անդամների կողմից ուզում եմ շնորհավորել բոլորի տոնը Փառք Աստծուն, որ մենք մի ընտանիք ենք, ամեն մենք Աստծո տուն ենք, ուղղակի տարբեր քաղաքներով բաժանված, ամեն Փառք Հիսուսին, նաև անձամբ իմ մորս բարևները, ողջունները եւ շնորհավորանքներն եմ ուզում փոխանցել եկեղեցին։ Եթե մեկը չգիտի ասել, որ շատ երկար տարիներ նա հալածում էր ինձ հավատքի համար, Աստծու ընդունելու փրկության համար Անցան երկար տարիներ, երկար աղոթքներ ու այսօր փառք Աստծուն, որ նրա սիրտը փառքել ու ասեց Հովիվ Հովսեփին բարևես եւ ամբողջ եկեղեցուն։ Փառք Հիսուսին։ Գիտեք, գարունա ձմեռն անցավ։ Երբ որ ձմեռը բոլորը սպասում ենք ինչ-որ մի բանի, սպասում ենք գարնանը, որ երբ պիտի այս ամպերը հեռանան, ցուրտը հեռանա, երբ պիտի ծաղիկները ծաղկեն, խոտը կանաչի, ու գիտեք, նայելով անգամ բնությանը, տեսնում ես, որ Աստված բնության մեջ է դրել կանոններ, որտեղ գալիս է ժամանակ, երբ որ կարծես հույս չկա, կարծես թե կյանք չկա, գիտեք, երբ որ գալիս է ձմեռը, կարծես թե հեռանում է կյանքը, հույսը, ինչ-որ սենց մտնում ենք, ինչ-որ մի ուրիշ ռեժիմի մեջ, սպասելով, թե երբ հակալու գարունը, ու երբ որ նայում ես ծառներին, երբ որ նայում ես ամեն բան ծաղկում է, սկսում է ծաղկել, հասկանում ես, որ ձմեռը նայում ես ծառին, կարծես թե մեռած է, չէ, մեռած լինի, ոչ տերև կա, ոչ ծաղի, ոչ պտու, բայց գալիս է մի ժամանակ, երբ որ արևը տաքացնում է, հողը փափկում է, սնուցանում է, և ծառները սկսում են բողոքել, և ծաղիկներ, և տերևներ, և խոտեր, և տեսնում ես, թե ինչպես է բնությունը, կարծես կյանք է առնում, հարություն է առնում։ Ես ուզում եմ բացատրել ինչ է հարությունը, սիրելիներս։ Հարություն, երբ որ կարծես մահացած է, բայց ունի հնարավորություն վերածնվելու։ Ամեն։ Տիրոջ խոսքն ասում որ ցանկանալով, կամենալով նա ցանկացավ մեզ ծնի իր որդու մահով։ Եվ խոսքն ասում, եթե նրա հետ մեռան, նրա հետ էլ կապրեն։ Ամեն։ Շատ կարևոր է, որ նրա հետ մեռնենք։ Ճիշտ է, այսօր տխրության օր չի, մեռելոց չի, շատեր այսօր գնում են գերեզմաններ, իրեք զարմանում եմ, ասում եմ, այսօր լսեցի, երեք տնային խմբակի ժամանակ խոսացել են հարության մասին, այսօր մարդիկ ելել են գնացել են գերեզման, Մոնեգան եկեղեցի։ Սիրելիներս ինչ է գործել էր գերեզմանում։ Եկեք եկեղեցի գնանք, եկեք Աստծուն փառավորենք։ Երբ որ Հիսուսին տանում են, շարունակեմ եղբորս միտքը, շատ լավ միտք ասեցիք եղբորս, որ գիտեք, մենք միշտ ունենք երկու հնարավորություն, երկու վիբր սենց ռուսեն ասել։ Կամ լինենք տխուր հավատացյալներ, միշտ ինքներս մեզ դատապարտելով, Հիսուսը մեռավ իմ համար, մեղավորիս համար, բա ոնց կլինի, բասես բան կլինի, բա ես ոնց եմ տակից դուրս գալու, ոնց եմ սիրելիներս տակից դուրս գալ պետք չէ, ինքը քեզ փրկել է ամեն։ Երբ որ տանում էին Հիսուսին, երբ որ նա խաչը կրում էր, այդ ծանր դաժան խաչը կրում էր, եւ գրված էր կանայք գնալով ողբում էին, լացում էին։ Գիտեք, ես չգիտեմ ես ինչ կանեի, եթե ես խաչը տանի, անմեղ տեղը խաչը տանի ու ծեծեին, ջարդեին ու կողքից մի քիչ որ լացեին, ես էլ ավելի կարող եմ լացել, ես էլ ասեի, արա դա ճիշտ է էլի։ Բայց գիտեք ինչ տարօրինակ բան կատարվեց։ Հիսուսը կանգնեց, սթափ։
նայեց նրանց աչքերի մեջ ու գիտեք ինչ ասեց, ասեց ով Երուսաղեմի աղջիկեր, կանայք, իմ վրա մի լաց եղեք ձեր որդկանց համար, որովհետև եթե դալար, շիրին, ճուղին այսպես վարվեցին, ինչպես վարվեն չորերին։ Դու պատկերացնում եք տառապանքի մեջ, նա հույս է տալիս, ասում է իմ համար մի լաց եղեք, ես ձեր մեղքերն եմ կրում իմ արմենի մեջ, գնացեք ու ձեր որդկանց համար լացեք։ Սիրելիներս, այսօր հույսի հավաքի տոնը եւ ես հավատացած եմ այն խոսքին, որ Տիրոջ խոսքն ասում է, կփրկվես դու եւ ողջ քո տունը, ամեն։ Ու եթե դու այսօր փրկված ես, ունես այդ հույսը, զորությունը, քո մեջ բնակված այդ օծությունը, ճանքի հոգի, որ հաղթեց մահվան հոգուն, քո մեջ բնակված է, քո շուրթերին կա օրհնության խոսք։ Դու կարող ես այսօր բարեխոսես ասում, որպեսզի հաջորդ այս տոնին, հարության տոնին, դու տեսնես քո բարեկամներից, քո երեխաներից, քո սիրելիներից մեկը հարություն առավ դու քո կողքը նստած։ Ամեն, եկեք չլինենք էգոիստներ, եկեք աղոթենք։ Սիրելիներս շատ եղել իմ կյանքի մեջ, որ ես արդեն հուսահատվել եմ, ասել եմ, վերջ ուսանողները փրկություն կարող չստանան։ Բայց գիտեք, միշտ Աստված եկել է ու մխիթարել է։ Գիտեք, հարությունը դա հույսի մխիթարության տոն է։ Ամեն։ Չպետք է մենք հուսահատվենք, թող չլինի, որ մենք մտածենք, որ երևի Աստված ուզեցել է կամեցել է մենակ ես փրկվեմ։ Սիրելիներս, Աստված ուզում է, որ փրկվես դու քո տան հետ միասին, ամեն։ Որքան գեղեցիկ լինի, երբ որ մենք մտնենք երկինք ընտանիքներով, ամեն, փառք Հիսուսին, ևս մեկ անգամ թող շնորհավոր լինի բոլորիս տոնը, թող Աստված փառավորվի մեր սրտերի մեջ, թող Աստված զորանա ավելի ու ավելի լցնի քո սիրտը, որպեսզի այսօրվանից մի նոր զորություն, օծություն, ուժ, կարողություն, հույս մտնի քո մեջ ապրելու, արարելու, ծառայելու Տիրոջը, ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ամեն, ամեն։ Սիրելիներ, ողջունում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ Հովիվրեի Երեմից, Հովիվ Սարգիսից, իրենց բարեմաղթանքների խոսքի համար։ Շնորհակալ եմ ձեզանից, որ եկել եք։ Ես հավատում եմ, որ Տերը ներկա է, անկախ ամեն ինչից։ Հնարավոր է դուք ասես, հա, դուք միշտ է ձեր եք ասում, դուք ձեզ մխիթարեք։ Ինչի՞ չէ որ։ Հան մխիթարան չի։ Ես ուզում եմ ինձ միշտ մխիթարել այս սկզբունքով, որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է։ Քրիստոս հարյավ իմ եռելոց։ Քրիստոս հարյավ իմ եռելոց։ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Երրորդ անգամ արդեն ասել, դե հասկացա։ Փառք Տիրոջը։ Այսօր սիրելիներ մենք նշում ենք մի ուրախ տոն։ Երգեր են լինելու հլադեր սա սկիզբն են ինչ որ իմացակ, դա ըսկի մենք չհասանք մեջտեղները մեր պաշտամունքի, մենք ունենք դեռ շատ հետաքրքիր անակնկալ պատրաստված երիտասարդների կողմից երաժշտություն։ Ես կխնդրեմ մի բան։ Եթե փոքր երեխաներ ունեք, եւ երեխաներն են ձեզ դրթում դուրս գաք միջանցք, որ լատ չեղնեն եւ այլն, դա ուրիշ բան, Տերը տեսնում է,
Բայց եթե դուք երեխա չունեք եւ խանգարող ոչ մի հանգամանք չունեք, ես կխնդրեմ, որ մնաք դահլիճում, անընդհատ գնալ գալը, հեռախոսով խոսալ, այդ զանգերը կսպասեն, ծխելը կսպասի, ամենը կսպասի, ժողովուրդ ջան, մնացեք դահլիճում, թող Տերը աշխատանք տանի ձեր սրտի հետ։ Ես հավատում եմ, որ այս 2-3 ժամերը հենց էլ չեն անցնելու։ Ես ողջունում եմ մեր նավաչերկասկի քուրերին, մեր թանկ հարազատներին, որոնց հետ մենք մի մեծ կյանք ենք ապրել։ Տերը օրհնի, եկեք ծափարենք նրանց։ Մենք ինձ համար շատ հարազատ մարդիկ են, շատ երկար տարիներ առաջ, շատ երկար, երբ որ մենք շատ երիտասարդ ենք, մենք միասին ծառայում էինք, միասին փորձում էինք պիտանի լինել Աստծուն, ինչ որտեղ հաջողվեց, ինչ որտեղ ոչ, բայց անցան 10-ամյակներ եւ մենք Աստծո տան մեջ ենք եւ մենք տեսնում ենք իրար, փառք մեր Հիսուսին։ Դե քանի որ ես իմ ժամանակն էլ է սահմանված, ես 2 երգ կերկեմ, որից հետո կկիսվեմ ձեզ հետ զատկին վերաբերյալ մի մտքով ու կգնանք առաջ, տեսնենք թե երիտասարդները մեզ համար ինչեր են պատրաստել։ Okay. Ինչայնոց ազատ եք ցանկանալ կանգնեք, եք ցանկանալ նստեք, ոնց ազատ զգացեք ձեզ։ Так, հեռախոսները կամացացեք։ Հալելույա։ Կյանքնորեն և ինչ կախրում, այնքան թակից կա այս աչքերում, որ չի անցնում, ինչպես կամին սուրացող պարվում ու թողնում է մեզ, այդպես ուշերն են մեզ հետ վարվում և հասկացնում մեզ, կյանքը ողը Տերն է քեզ Աստված, մեկ անգամ ապրում է որ իր մոտ գնաս, ու չունայնության մեջ կյանքը մի վատնի, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան Աստծուն պետք է տրվի, կյանքը ողը Տերն է քեզ Աստված, մեկ անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան Աստծուն պետք է տրվի։ Բերալե սարկաճամփի մեզ Աստծո կամքով, և հաղթական օրեր աշխարհի մեջ մաքուր փոխով, արդարությամբ ապրենք ժամանակ, որտեղ հասնենք, որպես հասնի մեր մրցանակ, որ միշտ ասենք, կյանքը ողը Տերն է քեզ Աստված, մեկ անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս, ու չունայնության մեջ կյանքը չեն վատնի, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան Աստծուն պետք է կյանքը ողը Տերն է քեզ Աստված, մեկ անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս, ու չունայնության մեջ կյանքը չեն վատնի, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան, այլ որպես մի մարգարիթան Աստծուն պետք է տրվի։
անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս, ուջունայնության մեջ կյանքը չեր վատնի, այլ որպես մի մարգարիտան, այլ որպես մի մարգարիտան, այլ որպես մի մարգարիտան ասում պետք է դրվի, կյանքը ողը տերն է քեզ ասված, մեկ անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս, ուջունայնության մեջ կյանքը մի վատնի, այլ որպես մի մարգարիտան, այլ որպես մի մարգարիտան, այլ որպես մի մարգարիտան ասում պետք է դրվի։
Վիզակը չէր գողը խոցել, մտրակը չէր վերքեր բացել, այլի մեղքերը որ նրան, մինչև խաչի մահվան տարան, ցավարյան պատված մի խաչ, ու մի խաչյան ծեծված տանջված, լայնատարած պարզած ձերքեր, որով աշխարհն աղերքեր, իմ աղաչի մոտ եմ կան, Իսուս կտրում եմ սիրելիս, թափածարյան մոզում ու թան, ինձ դարձերում ձյունից Շնորհակալություն Փառք մեր Տիրոջը եւ անցնեմ իմ իսվեմ ուզում եմ ասել սիրելիներ որ զատիկը ինչպես արդեն ասվեց այստեղ բեմից հավատքի տոն է եւ որպես հիմք ես վերցրել եմ Եսայա մարգարեի 53-րդ գլխի 53 գլխի առաջի խոսքը ով հավատաց Տեր, ով հավատաց ունենք երկու հարց, ով հավատաց մեր լուրին։ Սիրելիներ, մեզ թվում է, որ բոլոր նրանք, ովքեր տեղեկացված են Հիսուսի մասին, նրանք հավատում են Հիսուսի։ Ոչ։ Գիտեք, երբ որ կարդանք շարունակությունը Եսայա 53-ի 2-ից 5-ը, հլա տեսեք ինչ է ասում։ Նա մատխաշ տունկի նման աճեց նրա առաջ, Հիսուսին է նկարագրում սիրելիներ, ծարաված հողից ելած արմատի նման, նա ոչ տեսք ուներ, ոչ էլ բայեչություն, որ նրան նայինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկանայինք, անարգված և մարդկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ, նա անարգված էր և մենք նրան ոչինչ ենք համարում, հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, իսկ մենք մտածում էինք, համարում ենք, որ ինքը Աստծուց պատուհասված է, հարվածված և տանջված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար ծեծվեց, մարդկության պատիժը նրա վրա եղավ և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Եվ եթե ուշադիր եղաք, այնտեղ ասվում է, իսկ մենք մտածում ենք։ Կան մարդիկ, որոնք ուղղակի մտածում են Հիսուսի մասին, ուղղակի քննարկում են Հիսուսի ով լինելը, ուղղակի խոսում են նրա մասին և կան մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին, ովքեր սիրում են Հիսուսին։ Գիտեք, Մատթեոս 16-րդ գլխի մեջ նկարագրված է մի պատմություն, երբ որ Հիսուսը Կեսարիայում իր աշակերտներին հավաքեց և ասեց. «Տղեկ, ժողովուրդը ինչ են ասում, ով եմ ես»։ Անք ասեցին, դե վարդապետ, մեկն ասում է Երեմյանն ես, մեկն ասում է Եսայան ես, մեկն ասում է Մարգարենինից, մեկն ես, Հովհաննես, մեկն ոչմ, ինչ որ մեկն ես, և հանկարծ եղավ մի մեծ մարտահրավեր։ Կարծես թե Հիսուսը նայում է քո աչքերին և ասում է. իսկ ես քեզ համար ով եմ։ Զատիկը հիշացնում է մեզ այս արտահայտությունը, Հիսուսն ասում է, ամբողջ աշխարհի համար ես կարող եմ, ոչինչ եմ կարող եմ, հերոս եմ կարող, Աստված եմ և մարգարեն, բայց քեզ համար ես ինչ եմ, այսօր շատ կարևոր է, որ դու
այդ հարցին ճիշտ պատասխան տաս, բայց գիտեք հետաքրքիր են շումն է։ Հետաքրքիրը նրանումն է, որ այս հայտարարությունը Հիսուսը չարավ սինագոգում։ Հիսուսը չարավ այս հայտարարությունը եկեղեցում, եղբայրների շրջապատում, քրիստոնեական մթնոլորտում։ Այս քաղաքը, որտեղ որ հնչեց այս հարցը, Երմոն Սարիդոշին էր, եւ այդ տարածքը կուրքերի տարածք էր, կռապաշտության եւ չարության տարածք էր։ Եվ Հիսուսը վերցրեց եւ հենց այդտեղ, որտեղ շրջապատված են մարդիկ կուրքերով, չարություններով եւ կրկապաշտությամբ, հենց այդտեղ իր մարտահրավերը ուղեց եւ ասեց. «Ով եմ ես այսքանի մեջ քեզ համար»։ Այսօր Աստված նույնն է անում։ Այսօր մենք շրջապատված ենք չարիքով, այսօր մենք շրջապատված ենք կուրքերով, այսօր մենք շրջապատված ենք տարբեր չակերտավոր աստվածներով, եւ այդքան բազմության մեջ Հիսուսը ինձ եւ քեզ հարց է ուղղում. «Ով եմ ես քեզ համար»։ Ով եմ ես քեզ համար։ Իհարկե կարելի է մտածել Հիսուսի մասին։ Ասում է, իսկ մենք մտածում ենք։ Պետրոսը պատասխանեց, դու Քրիստոսն ես, կենդանի ասովորթի։ Հիսուսն էլ ասեց, հալալա քեզ, երջանիկ է այն մարդը, ով ունի հայտնություն, թե ով է Քրիստոսը։ Գիտեք, կարելի է միշտ Հիսուսի մասին խոսալ։ Այսօր մարդիկ Հիսուսին տուն են հրավիրում։ Գիտեք ինչով, Աստվածաշունչ են առնում, կտակարան են առնում, վերում են տուն են դնում, սրբապատկեր, նրանք ովքեր ավելի պրադվինուկ են, ավելի են առաջ գնացել, նրանք հովիվներին և քահանաներին կանչում են իրենց տուն, կանչում են որքան օժներ, սուրբ սենց անկյուն կա, Աստվածաշունչը կա, խաչը կա, սրբապատկերը կա, Հիսուսին կարծես թե հրավիրել են տուն։ Այս էր մի բան մի օր արեց մի փարիսեցի, Հիսուսին կանչեց տուն և իրանից դախորնի էր, կանչեց Հիսուսին, ես մեծ բան եմ արել, Հիսուսին, այս խոշոր դեմքին, նրան ու մարդիկ ախ են անում, երանի են անում, գոնե փեշին կպնել, ես հրավիրեցի իմ տուն։ Եվ նստած զրուցում են, և մինչդեռ նա նստած մտածում էր Հիսուսի մասին։ Մինչև նա նստած ուղղակի մտածում էր, ծմբռնում էր, տենազ մարգարյա, թե մարգարե չի, եթե մարգարյա, դա իմանա ով է կտրում, եթե մարգարե չի, դա այսօր է։ Մինչև նա քցում բռնում էր, միգին խելագարված իր արցունքներով տվանում էր։ Համբյուրում էր նրա ոտները, մեղա էր ասում, խոնարհվել էր, երբ որ Հիսուսը ուղղեց իր խոսքը այս փարիսեցու, երբ որ Հիսուսը սկսեց խոսել այս փարիսեցու հետ, մի ապշեցուցիչ հայտարարություն արավ, ապշեցուցիչ հայտարարություն արավ Հիսուս այդ տան մեջ, Սիմոնը զարմացավ, կողքինները զարմացան, գիտեք հայտարարությունը որն էր ապշեցուցիչ, որ նա ասեց Սիմոն, քեզ թվում է, որ օֆիցիալ ինձ պաշտելն ու ինձ հրավիրելն է, ինձ հրապուրում, ես մտա քո տուն, դու ջուր չտվեցիր իմ ոտները լվալու, դու չհամբյուրեցիր ինձ, վաու, Հիսուս խի քեզ պետք էր համբյուրել, խի դու քան մանրունքների հետևից ես ընկնում, խի քեզ համբյուրել, ոտ լվալ, այդ սիրիբիլի, այդ սիրուն, այդ մանրամասնություն, այդ մանրամասները քեզ հետաքրքրում են, չէ որ ես քեզ հրավիրել եմ, սեղան եմ գցել, ծախս եմ արել, ամենայն իտար ժողովրդին եմ հրավիրել քո կողքը։ Հիսուսը ասեց, մինչդեռ դու մտածում էիր, այս մարդը ապաշխարում էր և այս մարդը իրա փրկությունը ստացավ։ Այսօր ժամանակն է, որ դու որոշես, դու Հիսուսի մասին մտածող ես, թե Հիսուսին սիրող ու համբյուրող ես։ Ասես, ինչ համբյուրել, Հիսուսին ոնց համբյուրել։ Հիսուս ասեց, ինձ համբյուր չտվեցի։ Բայց գիտեք, որ Աստվածաշունչն ասում է, որ որդուն համբուրեք, որ չբարկանա, որդուն համբուրեք, իա ոնց համբուրեք։ Գիտեք, ես չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ, բայց իսրայելացիների մոտ, հրեաների մոտ այս ձև բան կա, մեզուզա է կոչվում, չգիտեմ, գիտեք թե չգիտեք, մեզուզա է կոչվում, այս շապի մի հատ տուփ է, եւ այս տուփի մեջ Աստծո Տորայից սուրբ գրքից երկու համար է դրված, եւ այս
մեզ ուզան, կպցնում են և եկեղեցու շեմին և տան շեմին։ Եվ երբ որ հրյաները ամեն անգամ մտնում են, այս ձև են անում։ Կպնում են և այդ կպած մատները համբյուրում են։ Մտան և դուրս են գալիս, նույն են անում։ Մտնելուց դուրս գալուց համբյուրում են։ Կասես, ինչ դերասանություն, ինչ ցինիկություն, ինչի համար եք պաչում, հելիերնա, մատներ, ձեռներ։ Սաղմոս 2, վախով ծառայեք Տիրոջը և դողալով ցնծացեք, որդուն համբուրեք, որ չբարկանա և դուք չկորչեք ճանապարհի մեջ։ Մարկոսը 12:6 ասում ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ և ամբողջ զորությամբ սիրելը առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը։ Լսում եք։ Բոլոր ողջակեզները, ձեր բոլոր զոհերը, ձեր բոլոր ծեսերը, ձեր բոլոր գեղեցիկ հետաքրքիր միջոցառումներն ու սեղանները, ձեր Հիսուսին տուն հրավիրելը և սուրբ գրքերով և սուրբ մարկանցով տուն լցնելը անիմաստ է, եթե դու Աստծուն չես սիրում ամբողջ սրտով, ամբողջ էությամբ, ամբողջ մտքով։ Հիսուսը ինձ համար մեռավ, որ ես ապրեմ։ Հիսուսը իմ մեղքերը վերարավ, որ ես ազատ լինեմ։ Հիսուսը ծեծվեց, որ ես բժշկված լինեմ։ Այդպեսի մոտեցում ուներ մեղավոր կինը, որ ընկավ Հիսուսի ոտքերի առաջ։ Գիտես, շատերն են հրավիրում Պետրոսին և Պողոսին, շատերն են հրավիրում, որպեսզի նա գա խոսք ասի, բայց ոմանք լսում են, իսկ ոմանք են վերջում ծեծում ու գցում բանը։ Ով հավատաց մեր լուրին։ Մենք լուր ունենք մարդկանց համար։ Մենք ասելու բան ունենք։ Արդյոք ձեզ լսողները հավատում են Հիսուսին։ Ինչի համար է պետք հավատալ։ Այսօր հարցն է, ով հավատաց մեր լուրին։ Սիրելիներ, զատիկին հավատքի մասին խոսալ անհրաժեշտ է, որովհետև հավատքը շատ կարևոր դեր է տանում մեր կյանքում, արդեն ասվեց հովիվների կողմից։ Ես բացատրեմ Սուրբ գրքով, ինչի համար է պետք հավատք։ Խոսքը, դուք գիտեք, չէ՞ որ Աստծո խոսքը մեծ զորություն ունի։ Եթե դժվար չի, նա ձեր բարձացեք, ով է հավատում դրան, որ Աստծո խոսքը մեծ զորություն ունի։ Շնորհակալություն։ Մեծ զորություն և իշխանություն ունի Աստծո խոսքը, բայց խնդրում եմ լսես ինձ, եղբայր և քույր, Աստծո խոսքը զորություն ունի, բայց ոչ բոլորի համար։ Առաջի Թեսաղոնիկեի 2:13-ում Պողոս առաքյալն ասում է. դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք Աստծո քարոզչության խոսքը մեզանից ստանալով ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, ուշադրություն, որպես Աստծո խոսք, որը և ներգործում է ձեր հավատացյալների մեջ։ Աստծո խոսքը գործում է հավատացյալների կյանքի մեջ։ Եթե դու անհավատ ես, ուղղակի Հիսուսի մասին սիրում ես լսել, հոգևոր երգերի տակ մեքենա վարել, եթե հոգևոր երգերի տակ սվաղ անել, հոգևոր երգերի տակ սալատ կտրտել և բոր շեփել, եթե դու ուղղակի մտավորական ես, ուղղակի սիրում ես Հիսուսի մասին մտածել, Աստծո խոսքը չի կարա լիովին գործի քո կյանքի մեջ, իսկ կգործի ամբողջությամբ, լիարժեք նրա կյանքում, ով հավատում, ասում է Աստծո խոսքը գործում է, ներգործում է հավատացյալների մեջ, դրա համար շատ կարևոր է հավատքը, ում մեջ, հավատացողների մեջ, անհրաժեշտ է հավատալ, որպեսզի խոսքը գործի իր զորությամբ։ Հավատքը լավատեսություն չի սիրելիներ, հավատքը լավատեսություն չի, հավատքը բերում է մեզ խոսքի հնազանդության, հավատքը մեզ խոսքի հնազանդեցնում է։ Նկատել եք, որ անհավատները չեն ենթարկվում Աստծո խոսքին, ով է նկատել։ Հովիվները նկատած կորեն, անհավատները չեն ենթարկվում Աստծո խոսքին, չեն հնազանդում, ինչքան ուզում ես խոսալ, ինչքան ուզում ես քարոզ կարգագլխի, վախացրու,
Էլ դժողքով, էլ կարմրացած շարովնիկներով դժողքի, են չոք ուզում ես բաղկացրու, մեկա չեն ենթարկվում խոսքին, ինչի, որովհետև խոսքին ենթարկվելու համար հավատք ա պետք։ Այսօր շատեր ասում են, բախ ինչի խոսքը գործում իմ կյանքում, Հիսուսի անունով սատանա հետ գրա, Հիսուսի անունով սատանա հետ գրա, սատանան ոչ է հետ գրա։ Հլանավարոտ առաջ ա գալի։ Դու ասում ես սատանա հետ անգնած, սատանան առաջ ա գալի։ Դու ասում ես ես կապում եմ, դատապարտում եմ, հարձակում եմ, կապանքներ եմ անում, ես չգիտեմ քարկապ եմ գցում, բայց քո կյանքը ցույց ա տալի, որ ոչ մի քարկապ չես գցում։ Ընդհակառակը դու կամաց Ինչն է պատճառը, ուղղակի խոսքեր ասելը չի, սիրելիներ, ես ուզում եմ, որ այսօր դուք հասկանաք, 26 թվի զատիկն է, մենք հավաքվել ենք ոչ թե համար, որ ուղղակի փլավ ուտենք եւ բրդունջներ ուտենք եւ իրար ասենք այն ծանոթ խոսքը, որ ծնված օրվանից հիշում ենք ու լսում ենք, մեկն ասում է, մյուսը պատասխանում է, մենք եկել ենք, որ ասենք, հավատացյալ առանց հավատքի ուղղակի անիմաստ աննպատակ մի անձա։ Հավատացյալը պետք է հավատք ունենա, որովհետև հավատքով մենակ կարաս դու օգտագործես խոսքի զորությունը, որովհետև հավատքով դու կարաս հնազանդվես խոսքին։ Հռոմեացիս 10:16-ում ասում է, բայց բոլորը չէ, որ ավետարանին հնազանդ եղան։ Եսայան ասում է, Տեր, մեր ավետիսին ով հավատաց։ Դու ուշադիր չեղար երևի։ Առաջի խոսքն ասել, բայց բոլորը չէ, որ ավետարանին հնազանդ եղան։ Եվ ասում է Եսայան Տեր, ով մեր ավետիսին հավատաց, հավատքն է, որ բերում է հնազանդություն։ Աբրահամին արդարությունը սրբեցավ հավատքով, հավատքն է բերում արդարություն։ Սիրելիներ, ես չեմ ուզում երկար բարակ խոսամ, գիտեմ, որ սաղը սրտակերով սպասում եք են անակնկալներին, են համաներին, որ պետք է լինի, բայց ուզում եմ ձեզ ասել, այսօր շատ մոդայիկ է, այդ տեսեք, ոնց որ մոդայիկ է այսօր ես բան ես, dress code, սենց բարեր ոչ մեկը ոչ գիտեի, ոչ լսած ենք սրանց մասին, բայց փառք Աստծո, հիմա կարող ամենքեն հասկանանք դա ինչ ա ու հարմարվենք դրա հետ, այս ձեր մոդայիկ է դարել մի երևույթ, հավատացյալները մենակ ռսկով են, դուխով են իրար մեջ։ Այ իրար միջավայրում շատ դուխով են, մեկս մեկի սովորացնում ենք, մեկս մեկի վրա ուզում ենք ձեռ դնել, մեկս մեկի վրա մարգարանել, մեկս մեկի վրա ես չգիտեմ ինչեր կապելու արձակել։ Բա աշխարհում ով պետք է անի դա, ով պետք է խոսա բարի լուրի մասին, ով պետք է տարածի, ով պետք է ասի մարդկանց, թե ով է եւ ով եղա։ Ախր աշխարհը ուզում է տեսնի մեր մեջ փոփոխություն, աշխարհը ուզում է լսի մեզանից, թե ով ենք մենք եւ ով եղան, եւ մենք չպետք է ամաչենք, գիտեք մեռյալ ծովը։ Նրա համար չի մեռյալ, որ նրա մեջ մեռյալ ջրեր են գալիս, մեռյալ ծովի մեջ կենդանի ջրեր են գալիս, բայց նրա պատճառով, որ մեռյալ ծովը ոչ մեկին ոչ մի բան չի տալի, այդ կենդանի ջրերը գալիս են ու մահանում։ Այդպես են հավատացյալների վիճակն է։ Խոսքը ստանում ես, կենդանի ջուրը գալիս է, փոխանակ գնանք աշխարհին ասենք ով ենք, ինչ ենք եղել եւ ինչ դառանք, կամ լռում ենք, կամ ամաչում ենք, կամ վախում ենք, կամ էլ փորձում ենք մեկս մեկից սովորացնել։ Այլ մեկս մեկից մեկ չի սովորացել, մենք Սուրբ Հոգի ունենք։ Եվ Սուրբ Հոգին կսովորացնի մեզ, դուրս եկեք խավարի մեջ եւ խավարին փոխանցեք այդ լուրը։ Եվ երբ որ դուք կսկսեք ստանալ եւ տալ, այն ժամանակ դուք կտեսնեք, որ դուք կենդանի քրիստոնյաներ եք։ Հալելույա, հալելույա։ Ուղղակի տեղյակ լինեք, թե ինչ ա կատարվել Գողգոթայում, հերիք չի, սիրելիներ, ուղղակի տեղյակ լինեք, Գողգոթայում են Ջերովայի Հիսուս ջան, վայ մեկն ասում է ցավը տանեմ Հիսուս ջան, այն ինչ ուզում ես տար, քեզ պետք չի նրա ցավերը տանել, քեզ պետք է հավատալ, որ նա քո ցավերը տարա, այ խառնում ենք անիքները, չգիտենք ինչ անենք, ուղղակի տեղյակ լինեք, թե ինչ կատարվեց Գողգոթայում եւ դաման ասում են Քրիստոս արյապի մեռելոց, չի օգնի մեզ, դա մեզ ուժեր չի անում։ Դու չես կարող ուժեր քրիստոնյա լինել ուղղակի լսելով Տիրոջ մասին,
տեսնելով Տիրոջ գործերը, դու ուժեղ կլինես, երբ որ ապրես Տիրոջ հետ, երբ օրերդ ու գիշերներդ անցնեն Տիրոջ հետ, երբ քո արժեհամակարգում առաջին տեղը կլինի Հիսուսը։ Հիսուսն ասեց. դու ինձ չհամբուրեցիր։ Գիտես ինչ է նշանակում Հիսուսին համբուրել։ Հետ տան մեջ Հիսուսը կարար է մարդը կար Հիսուսին համբուրել, բան ենք ոնց համբուրել։ Մեզուզ հատ դնենք, դա մերը չի։ Ոնց անենք։ Ինչ է նշանակում Հիսուսին համբուրել։ Լավ հակագծերը բացել։ Հիմա հակահայկական հայտարարություն եմ անում։ Երբ որ սիրում ես, ալաս ես անում, հա համբուրես։ Երևի չհասկացան։ Երբ որ սիրում ես, անընդհատ ուզում ես պաչես։ Անընդհատ ուզում ես պաչես։ Հայերը դեն բաներից հեռու են, այդ ինչ տիկիզություններ, այդ ինչ ռաբիս բաներ, ինչ պաչել, ինչ բան։ Պաչել, համբուրելը, դա սիրո արտահայտություն է։ Երբ որ սիրում ես, անընդհատ ուզում ես համբուրել։ Հիմա չեն ասում համբուրել, համբուրել։ Կարելի է ձեռքը համբուրել, կարելի է թուշը համբուրել, կարելի է օդային համբուր ուղարկել, համբուրել նշանակում է սիրել, ոտներին ջուր տալ նշանակում է թույլ տալ Հիսուսին, են քո տան ամանրունքների մեջ էլ նա լինի, նշանակում է մենք, որ հավատացյալ ենք, մենք պետք է թույլ տալ, որ Հիսուսը մեր առօրյայում լինի, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ Շաբաթ Կիրակի պարուբոմ եկեղեցի ես գալի Հիսուսը հետը տա։ Երկուշաբթուց մինչև ուրբաթ թույլ տուր, որ Հիսուսը լինի քո ընտանիքի անդամը, թույլ տուր, որ Հիսուսը գործի քո ընտանիքում, ուշադրություն դարձրա նրան, ուշադրություն դարձրա, օդային համբուրներ, նրա հետ խոսա, սեր խոստովանվի։ Միգուցե սկսես Հիսուսին սեր խոստովանել, կսովորես սեր խոստովանել քո ամուսնուն, կամ էլ քո կնոջը, սեր խոստովանվի։ Եկեք սաղի սիրած բան ասենք, եմ որ սաղ սիրեմ եմ, ես եմ լազատ եմ, ասել թե չասել, այ որ ասենք ասես չա, եկեք ոտքի կան։ Այս պահը բոլորի ամենասիրած պահն է, և որ ասում են եկեք ոտքի կանեն, վայ, փառքը շատ Տեր Աստված, վայ, այս ինչ լավ լուր էր, հաշված ռոպեներ մնաց, ով է, պրծան, տեսել անցան, Ով ունի հայտնություն Տիրոջ զորության և փառքի մասին, ում հայտնվեց Տիրոջ բազուկը։ Տիրոջ բազուկը ձեռքը նշանակում Աստծո զորությունը և փառքի հայտնությունը եկեղեցու սիրելիներ։ Հովանու 12 գլխում գրված է, Հիսուսը շատ նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում։ Ինչու չհավատացին, Եսայան պատասխանում է, որովհետև իրանց աչքերը կուրացրած էին և սրտերը անզգայացրած, որ աչքերով չտեսնեն և սրտով չիմանան և չդառնան ինձ, որպեսզի ես իրանց ուժեմ։ Այսինքն, դու տեսնում ես Տիրոջ հրաշքը և գործը քո կյանքում, բայց բանի տեղ չես դրել։ Սիրտդ այնքան ես չորացրել ու անզգայացրել, փակեք դեռ լուսամուտները, սիրելիներ, կարգոկանոն խնդրում եք ուշադիր եղեք լուսամուտները փակեք։ Սիրտդ այնքան է չորացրել, որ չի զգում Տիրոջ բարիությունը։ Սիրելիներ, մի քանի վայրկյան ուշադրությունը ձեր գրավում։ Ասում է, ում բացվեց Տիրոջ բազուկը։ Ես կարդացի մի տեղ, որտեղ մարգարեն ասում է, նրանք չհավատացին, չտեսան, չգնահատեցին և այդ օրհնությունները չմայրեցին, որովհետև սիրտները ծանրացել էր, քարացել էր, անզգայացել էր և կուրացել էր։ Այսօր սատանան ուզում է, որ մենք կույր լինենք։ Տեսնեք 4 կողմը հրաշքներ է։ Հլա ուշադիրն է ինչքան հրաշքներ կա քո կյանքում։ Հլա ուշադիրն է ինչքան ողորմություն կա Տիրոջ կողմից քո կյանքում։ Հլա ուշադիրն է ինչքան օգնություն կա Տիրոջ կողմից քո կյանքում։
կյանքով, բայց կարծես թե դու չտենալու ես դնում։ Կուրացել ես, որովհետև քեզ համար դա վիգտնի չի, քեզ համար դա հլադերբեր չի, դու գիտես, հասկանում ես, որ կա քո կյանքում նման երևույթներ, բայց բանի տեղ չես դնում, իսկ Աստված ասում է, եթե գաս ինձ մոտ, ես կբժշկեմ, քո կուրությունը դե կբժշկեմ, կանզգասին ամեն ինչ ոգի, այսօր հարության օր է, այսօր հավատքի օր է, այսօր շատ կարևոր է, որ ես և դու հավատանք Հիսուսին, մենակ նրա մասին խոսացող չենք, միայն նրա մասին ինֆորմացիաներ ինքը չիմանանք, իմաստը որն է, որ իմանում ենք, ինչ գոյան են, ինչ բա, գիտես Հիսուսի մասերը ինչքան են երկարել են, բա գիտես Հիսուսի աչքերը ինչ գույն են, այն մարդ, այն չի կապետ Հիսուսի աչքերը, եթե դու նրան չես սիրում, ուղղակի ուզում ես բագաժը ավելացնել, ցույց տաս, որ դու ինչ-որ բան գիտես Հիսուսի մասին, ասում է, իսկ մենք մտածում ենք, Եսայա մարգարե, իսկ մենք մտածում ենք, իսկ մենք հավատում ենք, կան մարդիկ ովքեր մտածում են, կան մարդիկ ովքեր հավատում են, եկեք այսօրվանից, եթե այս դահլիճում նույնիսկ մեկ հոգի կա, որ ուղղակի մտածում է Հիսուսի մասին, ուղղակի քննարկում է դրա մասին, ուղղակի սենց երազանքների մեջ է թարգի, սկսի սիրել նրան, սկսի համբուրել նրան, սկսի կյանքիդ մեջ արժեքավորել նրան, Հիսուսը շատ գործեր ունի քո կյանքում, և շատ կարևոր է, որ դու գնահատես դա, շատ կարևոր է, որ գնահատես, այսօր Հիսուսը մեր մեջ է, և այսօր Հիսուսը ուզում է տեսնի մեր մեջ, հենց այդ շնորհակալական սիրտը, լսում ես ինչ է, ես ուզում եմ, որ դու այս խոսքի ուշադրություն դարձնես, հավատացող ես դու, թե ուղղակի մտածող, Տերը օգնի քեզ, որ հավատացող Տերը օգնի մեզ, որ ուղղակի նրա մասին տեղեկություն չիմանանք, այլ ապրենք այսպես նրանով, ապրենք նրանով, սիրենք նրան և մեր կյանքի ամբողջ օրերի մեջ ցույց տանք նրա մեծությունը։ Ես շնորհակալ եմ, որ դուք այսօր եկել եք, բայց շատ կուզենամ և Տերը կուզենամ, որ ձեր բարեկամներն ու տնեցիք եք գալու շատ կուզենամ, որ դուք գալով պաշտպանքի գաք որպես փրկվածներ, Հիսուսը թողորժի ձեզ, ամենակարող, Սուրբ Աստված, դուր որ հավատանք ես, և դուր որ այնպես խոսանք քո մասին, որ մեզ լսողներն են հավատան։ Տեր ջան, ես հասկանում եմ, որ որպեսզի մեր խոսքը լսողները հավատան, շատ կարևոր է, որ մենք ապրենք քեզ հետ, որ մենք ունենանք կյանք քեզանով։ Դուր այդ կյանքը, դուր այդ մոտեցությունը, դուր այդ հնարավորությունը քեզ մոտեցնել։ Սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ, ամբողջ սրտով և էությամբ։ Ասում ենք փառք, գոհություն, Հորը Որդուն և Սուրբ Հոգուն։ Ալելույա։ Ամեն։
հանդես կգա Սպարտակ Ղազարյանը։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ես առաջ անգամ եմ ես երգի երգելու, եթե ինչ-որ մի բան ստացվի ներող կմնեք, Քրիստոս հարյակն ներողնելոց, հարկ Տիրոջը երգենք, տեսնենք ոնց կստացվի։ Սիրով ձեզ համար։ Սեր ջան, բավուրա։ Ես որ ասում եմ կազմի տրկել եմ, չես տորի։ Տեր Հիսուսի ինչ նվիր է, որ կյանքն ինձ տվավ, սիրոց հանդեպ ինչ հոսանեմ, որտեղս վերավ, Տեր Հիսուսի ինչ նվիր է, որ կյանքն ինձ տվավ, Իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս մեռավ, այս մեղքի աշխարհում կույր էի եղել, բայց գտավ ինձ Հիսուսն այսօր կործանման տեղ, Այս մեծքի աշխարհում կույր էի եղել, բայց գտավ ինձ Հիսուսն այսօր կործանման տեղ, Տեր Հիսուսին ինչ նվիր եմ, որ կյանքն ինձ տվավ, Իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս մեռավ, Տեր Հիսուսի ինչ նվիր եմ, որ կյանքն ինձ տվավ, Իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս Հիմա կուզեմ քեզ ծառայեմ հոգով ու սրտով, իմ ողջ կյանքս քեզ նվիրեմ, ապրեմ քեզանով, հիմա կուզեմ քեզ ծառայեմ հոգով ու սրտով, Իմ ողջ կյանքս քեզ նվիրեմ, ապրեմ քեզանով, Տեր Հիսուսին ինչ նվիրեմ, որ կյանքն ինձ տվավ, իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս Հիսուսին ինչ նվիրեմ, որ կյանքն ինձ տվավ, իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս մեռավ, իմ սերը ինչպես ցուցանեմ, որտեղս
մեռավ։ Ապրեք ժողովուրդ ջան, փառք Տիրոջը։ Nunca antes fue así, mejores días yo viví, antes que el diablo vino, robó mi mente, mi alma encadenó, entre los muertos ahora estoy, guerra de voces en mi mente, queriendo que alguien me escuche en la noche y me saque de aquí, libérame, quítame estas cadenas, si hay alguien por allí escuchándome, nuevo día comenzó, llorando en medio de la lluvia, solo yo con los demonios. ¿Y quién es este hombre allí? Los demonios su nombre gritan. Será el que todos dicen, libera a los cautivos. Jesús, rescátame, libérame. Quítame estas cadenas. Si hay alguien por allí escuchándome, libérame, mientras Jesús pasando va, mis ojos viendo están, y nada puedo ocultar. Libre quieres ser.